Փառատվի օրն եմ ընկել, որ ձագերին տանում եք, մեկ ուտում են, հիմա վերջինը մնացել ընկել են այդ երեխուց հետևից, բակարող տղա է, ես եկել եմ ներկայացրել եմ ամբողջ ամսի 7-ին դիմումը տվել եմ, այսինքն ձգձգվում է, ես այսօր էլ եմ ասել իրենց հեռախոսով, ոնց կարելի է, որ այդքան ժամանակ ասենք ձգձգվում եք, ինչի անպայման մի վատ բան լինի, հա, ինչ եք ուզում ես անուններ չեմ տալիս իրենց ղեկավարներից, մի խոսքով իրենք ասում են, որ հլը չեն բան արել, այդ հարցը հլը չեն ուսումնասիրել, չեն քննարկել, բռնելուց րոպեական կայծակնային ձևով բռնում տանում են, չես հասցնում երեխեք երեսնել տեսնես, իսկ որ պիտի արդեն ասենք անօրինական գործը արվել, ասում եմ ինչի եք ընդեղ ուղարկել, իրանք սխալը երբ դիսկը վերցնեն, օրինակ, որ իրանք են չի սխալ մոտեցում բան արել, չեն նկանչել մասնագետ, որ իմանան այդ փաստաբանի ներկայացրած թղթերը ճիշտ են արդյոք այդ մարդը իրոք լուրջ հիվանդ է, թող բերեն են, այդքան դժվար է, այդ օրենքի ձեռքը տենց հնարավորություն չկա, որ մասնագետ կանչին, բժիշկ կանչին, որ նայեն իր տիգրիզները, իր փաստաթղթերը, իր այդ ամբողջ դիագնոզները նայեն այդքան հիվանդություն ունեցող մարդուն, որ բժիշկների հսկողության տակ են երեխան, պիտի ինչի իմ տղաս, ինչի պիտի հանուն, ինչի հանցագործություն է ատարել, հանցագործները ֆռնում են, ոչ մի հանցագործություն իմ երեխան չի կատարել, կատուն որ կատու է, խփում ես, այսինքն չանչում է, իրանք չպաշտպանվեն, ասեն սենց ձեռքների հետևը դրեն, ասեն խփեք, ու հարվածել են տղայից, սենց են խփել, որ այդ կարդիո սիմուլյատորը խախ տվել է, իմ երեխան ընդեղ հմի անտերության մեջ, չգիտեմ, որ վատանա ով է տիրություն անելու, այդ ոնց պիտի լինի սրա վերջը, ես չեմ իմանում, ես